Եթե օրինակ ես աշխատում եմ 20 հոգանոց խմբի հետ, ես փորձում եմ իմ դասավանդման մեջ այնպիսի մոտեցումներ կիրառել, որ ես կարողանամ իմ ուսանողների գրավոր խոսքին ավելի մոտիկից ծանոթանալ։ Այսինքն ես անում եմ փոքրիկ գրավոր առաջադրանքներ, դրանք կարող են լինել ոչ շատ դժվար ուսանողների համար, բայց ինձ համար կարևոր է, որ ես իրենց ձայնը կարողանամ ճանաչեմ։ Հետո արհեստական բանականությունից երբ փոխում եմ որևէ բան պատճենել, այդտեղ հատուկ կառուցվածք կա, ըստ որի միանգամից հասկանում ենք, որ արհեստական բանականությունն է արել եւ ոչ սովորողը։ Չվան ներկայացնում են սլայդերով, ամեն ինչ գեղեցիկ է։ Ասում ես, սա հետ ինչ կապ ունի, ասում եմ, չգիտեմ։ Ոչ չգիտես, բացահայտ է։ Չի մտածել, ինչու՞ որտեղ արհեստական բանականությունը գրեր տվել է։ Երբ փաստերով ներկայացնում ես անմիջապես խոստովանում են, անկեղծանում են, բացատրում են ինչու են արել, որպես միշտ դա լինում է ժամանակի պակասը եւ այլն, եւ հետո նրա հետ նշանակվում է ուրախ ժամ, եթե դու դա չես արել, նշանակում է դժվարանում ես, արի միասին փորձենք։ Այսինքն տրվում է հնարավորություն։ Եթե դա էլ հաշվի չի առնվում, արդեն դրանք ստանում են համապատասխան այսպես նախազգուշացում, որից հետո արդեն ակադեմիական ազնվությունը չհարգելու համար դիտողություններ,